Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ծանր է Դոնալդ Թրամփի գլխարկը։ Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և Իսրայելի վարչապետի բանակցությունները սկսվել են կես ժամ ուշացումով, իսկ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Դոնալդ Թրամփը և Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տան օվալաձև սենյակում լրագրողների հետ միայն կարճ շփում են ունեցել, որի ժամանակ էլ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտել է, որ ապրիլի 12-ին մեկնարկում են Իրանը-ամերիկյան բանակցությունները։ Արևմտյան մեկնաբանություններից մեկը Մերձավոր Արևելքում իրավիճակը բնութագրել է այսպես. Թրամփը ևս մեկ ավիակիր է մոտեցրել Իրանին, բայց և Նեթանյահուն սանձափոք հանգեցրել է այն։ Թերևս այս երկվությունը ցրելու համար է, որ հաջորդ օրը հայրենիք ուղևորվելուց առաջ Իսրայելի վարչապետը որոշ մանրամասնություններ է ներկայացրել ԱՄՆ նախագահի հետ բանակցությունից։ Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին, նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի հետ սկզբունքային համաձայնություն կա, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չպետք է ունենա։ Ընդ որում, նա մասնավորեցրել է, որ Իրանը-ամերիկյան բանակցություններին համաձայնություն է տվել մի նախապայմանով. Իրանի միջուկային ծրագիրը պետք է կասեցվի Լիբիայի օրինակով, երբ ամերիկյան հսկողությամբ բոլոր միջուկային օբյեկտները պայթեցվեցին։ Նեթանյահուն երկրորդ կարևոր խնդիր է դիտարկել Սիրիայում թուրքական ռազմահենականյաների ծրագրի չեղարկումը, քանի որ դրանք սպառնալիք կլինեն Իսրայելի անվտանգությանը։ Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ այդ հարցով Թուրքիայի և Իսրայելի արդեն իսկ հատուկ ծառայությունների մակարդակով բանակցություններ են վարում։ Նեթանյահուն ընդհակառակը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է միջնորդ լինել։ Երրորդ խնդիրը, որի լուծման համար Իսրայելն ունի ԱՄՆ աջակցության կարիքը, վերաբերում է իսրայելցի պատանդների հայրենադարձությանը և Գազայում Համասի իշխանության լուծարմանը։ Երևում է Գազայի պաղեստինցիների տարհանման հարցն այլևս օրակարգային չէ։ ԱՄՆ նախագահի այդ գաղափարը բոլոր արաբական երկրները և իսրայելական աշխարհը մերժել են։ Նեթանյահուի կողմից թվարկված նախապայմանները չափազանց ծանր են, գրեթե անիրականանալի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օրինակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մի նպատակ են հետապնդում՝ հասնել տնտեսական պատժամիջոցների լիակատար չեղարկմանը։ Դա ինչ խոսք, դիվանագիտական հնարք է, բայց գրեթե բացառված է, որ Իրանը համաձայնի իր միջուկային օբյեկտների պայթեցմանը, ինչպես խնդիր լուծել տեսնում է Իսրայելի վարչապետը։ Միաժամանակ նա գրեթե անլուծելի խնդիր է առաջադրում նաև Սիրիայի հարցում։ ԱՄՆ նախագահը մշտապես դրական է արտահայտվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, անգամ նրան գովել է, որ շատ արագ է հասել Բաշար Ասադի տապալմանը։ Թուրքիան և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են, ԱՄՆ-ն Թուրքիայում ռազմահենականյաներ և ռադիոկայցյոմ կայան ունի, որոշ տեղեկություններով նաև միջուկային մարտագլխիկներ։ Դոնալդ Թրամփի համար սա շատ բարդ կլինի Էրդողանին համոզելը, որ հրաժարվի Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու ծրագրից։ Շուրջ 1,5 տասնյակ Անկարան հսկայական միջոցներ, դիվանագիտական և տեղեկատվական քարոզչական ահռելի ջանքեր է գործադրել, որպեսզի Սիրիայում իր ազդեցությունը տարածի և ամրապնդի։ Ներկա հնարավորությունը բացառիկ է, և Էրդողանն այն իրացնելու համար ոչինչ չի խնայի։ Այս փուլում հավանաբար լուծելի է Իսրայելի պատանդների հայրենադարձության և գերության մեջ մահացածների աճյունների վերադարձի հարցը, բայց դրա փոխարեն Իսրայելը պետք է համաձայնի կայուն հրադադար հաստատել առաջարկով։